Ողջույն բոլորին։ Ոսկե ժամանակը երկվորյակների համար 2025 թվականի միլիոնատերի ասպեկտը սկսվում է մայիս ամսից, ինչպես օգտագործել աստղագիտական հնարավորությունները հարստության և հաջողության համար։ 2025 թվականի մայիսի կեսերից երկվորյակները մտնում են ոսկե ժամանակ, հազվագյուտ աստղագիտական շրջան, երբ միլիոնատեր դառնալու իրական հնարավորություն կա։ Ակտիվացված է միլիոնատերական ասպեկտը Յուպիտերի և այն սկսվում է իրադարձությունների շղթայով, որը բառացիորեն ցնցելու է ողջ կենդանակերպը։ Երկվորյակները առաջ են գնում, պայթեցնում են ֆինանսական դաշտը, կոտրում են կարծրատիպերը և հասնում այնպիսի մակարդակի, որը մյուս նշաններն անգամ չեն համարձակվում պատկերացնել։ Այսպիսով սկսեցինք։ Մայիսի 10-ը առաջին շոկն է բոլորի համար, ովքեր սովոր են շատախոս և անկաշկանդ երկվորյակներին։ Մերկուրին, նրանց աստղաբաշխական տիրակալը, մտնում է ցուլ և կտրուկ փոխում է խաղի կանոնները։ Արագ խոսքերի ժամանակն անցել է և գալիս է ծանրակշիռ հայտարարությունների դարաշրջանը։ Երկվորյակներն այլևս չեն արդարանա, չեն զիջի և չեն շարունակի զրույցը հանուն քաղաքավարության։ Այժմ նրանց յուրաքանչյուր երկխոսություն կամ տանում է դեպի նպատակը, կամ անմիջապես ավարտվում։ Ոսկե դարը անհատականության նոր տարբերակ է պահանջում։ Թեթևությունը, ճկունությունը և մարդամոտությունը, երկվորյակների ուժեղ ատրիբուտները, այժմ լրացվում են այն գծերով, որոնք նախկինում բացակայում էին։ Որոշումների մեջ կոշտություն, սեփական արժեքի նկատմամբ հավատ, պատրաստակամություն, հրաժարվելու այն ամենից, ինչը չի ամրապնդում։ Սա վերաբերում է ինչպես անձնական կյանքին, այնպես էլ բիզնեսին։ Եթե նախկինում կարելի էր հասկանալ և կարեկցել, ապա հիմա դա հնարավոր չէ։ Կոլեգա, ով միշտ ուշանում է, ցտեսություն, գործընկեր, ով չի գնահատում, դադար շփման մեջ։ Ընկերներ, դուք տրվել եք բամբասանքներին, ապա ջնջել այդ ընկերներին։ Երկվորյակները չափազանց երկար ժամանակ շանսեր են տալիս իրենց շրջապատի բոլոր մարդկանց, հիմա նրանք միայն իրենց պետք է հնարավորություն տան։ Մայիսի 25 Մերկուրին վերադառնում է ձեր նշան։ Մերկուրին անցնելով նրանց անհատականության տան միջով հնարավորություն է տալիս պարզաբանել շատ կետեր, որոնք նախկինում անհասկանալի կամ շփոթեցնող էին թվում։ Երկվորյակները կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում, բայց այս անգամ նրանք ավելի շատ համահունչ են աշխարհի իրենց ընկալմանը, այլ ոչ թե ուրիշների ակնկալիքներին։ Մի թռչիր այդքան արագ, կյանք, դու գեղեցիկ ես նույն քո թոուբոհի մեջ։ Երկվորյակները պահեր կգտնեն խորը, բայց պարզ որոշումների համար ոչ։ Եթե ինչ-որ բան ուրախություն կամ օգուտ չի բերում, ժամանակն է առանց ափսոսանքի բաժանվել դրանից։ Երկվորյակների հատկանիշները՝ վերլուծելու կարողությունը, մտքի ճկունությունը, հարմարվելու ունակությունը, սկսում են գործել որպես փոփոխության հզոր լծակներ։ Երկվորյակները կարող են թողնել աշխատանքը, որը նրանք սովորությունից ելնելով հանդուրժում էին, և նոր ուղղություն վերցնել, որը հարմար է նրանց։ Մի վախեցեք փոփոխություններից։ Նոր սկիզբ կարող է լինել ոչ միայն ձեր կարիերայում, այլև ձեր բնակության վայրում։ Ձեր ցանկություններն ու ծրագրերը հիմնական ուղենիշներն են։ Ոսկե դարը ուրիշի շրջանակում լինելը չէ, այլ սեփական կանոններով ապրելը։ Մերկուրին բերում է նաև ֆինանսական հարցերի հաջող լուծման հնարավորություններ, պարտքեր, վարկեր այլևս ձեզ չեն վերահսկի։ Երկվորյակները վերջապես կգտնեն ֆինանսական պարտավորությունները առանց սթրեսի հաղթահարելու միջոց։ Գալիս է երկար սպասված հնարավորությունը սկսելու առաջ շարժվել դեպի կայունություն։ Մարգարեական երազները դառնում են կարևոր հուշումներ։ Երկվորյակները տեսնում են էությունը, տեսնում են այն, ինչ թաքնված է ուրիշներից։ Այս նշանները ցույց կտան, թե որտեղ են թաքնված խնդիրները, ինչպես խուսափել սխալներից և ինչ անել չընկնելու հասարակության ստեղծած թակարդը։ Մի համաձայնվեք սահմանված նորմերին, եթե դրանք հակասում են ձեր ներքին համոզմունքներին։ Ոսկե դարն այն է, երբ դուք կարող եք և պետք է կոտրեք հաստատված կարծրատիպերը, դրանց կուրորեն հետևելու փոխարեն։ Այսպիսով, սիրելի երկվորյակներ, ձեզ համար գալիս է մի պահ, երբ միլիոնատեր դառնալն այլևս այն չէ, ինչի մասին երազում ես։ Յուպիտերը տալիս է ոչ միայն հնարավորություն, այլև պարտավորություն լիարժեք ինքնագիտակցությամբ և վճռականությամբ շարժվել դեպի նպատակ։ Լսելով հորոսկոպը և հետևելով աստղերի խորհուրդներին, երկվորյակները հնարավորություն են ստանում զարգանալու և վաստակելու ավելին, քան երբևէ։ Դե ինչ ձեզ, սիրելի երկվորյակներ, հաջողություն ենք մաղթում։ Իսկ այս ամենի զուգահեռ մենք միասին կբացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենախելացի նշանները։ Պարզիր, թե որ հորիզոնականն է զբաղեցնում քո կենդանակերպի նշանը։ Աստղաբանության աշխարհում շատ գաղտնիքներ և առեղծվածներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկը այն է, թե ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մեր ինտելեկտի վրա։ Եկեք խոսենք այն մասին, թե կենդանակերպի ներկայացուցիչներից ով ունի սուր միտք և ինչպես։
Պատասխանը կարող է զարմացնել ձեզ։ Աստղաբանությունը եզակի հայացք է առաջարկում մեր անձի տարբեր ասպեկտների վերաբերյալ և ինտելեկտը բացառություն չէ։ Այսպիսով սկսեցինք։ Ջրհոս։ Ջրհոսները մեր ցուցակի առաջին տեղում են շնորհիվ իրենց ակնառու բանականության և աշխարհը յուրահատուկ տեսանկյունից տեսնելու ունակության։ Վերլուծական մտածելակերպը և ուրիշների կողմից բաց թողնված դետալները նկատելու ունակությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում են անգերազանցելի մտածողներ։ Հաջորդը գալիս են կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, որոնց մանրամասնելու ունակությունը և անբացիր տրամաբանությունը դասում են այս անհատներին ականավոր պերֆեկցիոնիստների շարքում։ Նրանց գործնական միտքն ու խորաթափանցությունն օգնում են լուծել ամենադժվար խնդիրները, քանի որ կույս կենդանակերպի նշան ունեցող մարդիկ կարողանում են կարգ ու կանոն տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս են տեսնում։ Կարիճ կենդանակերպի ներկայացուցիչները հիացնում են իրենց ինտուիցիայով և տողերի միջև կարդալու ունակությամբ։ Սուտը և բոլոր թաքնված դրդապատճառները ճանաչելու ունակությունը նրանց դարձնում է հիանալի հոգեբաններ։ Կարիճները վերլուծության և քննադատական մտածողության վարպետներ են։ Այս անհատների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն անսահման է, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց ճանապարհին հանդիպող ցանկացած հանելուկ։ Երկվորյակները զարմացնում են իրենց ինտելեկտի արագությամբ։ Նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գաղափարներ պահել իրենց գլխում և ստեղծագործական լուծումներ գտնել դրանց համար։ Այն անհատներն, ովքեր ըստ հորոսկոպի երկվորյակներ են, կենդանի հանրագիտարաններ են, միշտ պատրաստ կիսվել գիտելիքներով։ Բարդ տեղեկատվությունն ակնթարթորեն մշակելու և վերլուծելու նրանց կարողությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում է ամենասրամիտն ու խելացիներից մեկը։ Այծեղջյուրներն իրենց դրսևորում են որպես խնդիրների յուրահատուկ լուծողներ։ Այս ամենը շնորհիվ նրանց գործնականության, մեթոդաբանության և կարգապահության։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ իրերի խորաթափանցության վարպետ են։ Նրանք կարողանում են նպատակը տեսնել իրականության պրիզմայով։ Խոյ։ Կենդանակերպի խոյ նշանի ներկայացուցիչներն ունեն էմոցիոնալ և ինտուիտիվ ինտելեկտի յուրահատուկ համադրություն, որը լրացվում է սուր մտքով։ Սա նրանց դարձնում է շատ խոհուն և նուրբ մտածողներ։ Կշեռք։ Մարդիկ, ովքեր հորոսկոպով կշեռքներ են, հիացնում են տարբեր տեսակետները գնահատելու և դժվար իրավիճակներում ներդաշնակություն գտնելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող են կշռադատված որոշումներ կայացնել։ Կշեռքները ներդաշնակության և հավասարակշռության խորհրդանիշ են։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ գիտեն ծանր ու թեթև անել դրական և բացասական կողմերը, ինչի շնորհիվ նրանց դատողությունները միշտ խոհուն և արդար են։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչպես գտնել փոխզիջումներ։ Ցուլերն աչքի են ընկնում իրենց հուզական խորաթափանցությամբ և սեփական ուժեղ և թույլ կողմերը խորը ըմբռնելով, ինչը նրանց դարձնում է բացառիկ ինքնագիտակից։ Աղեղնավոր։ Կենդանակերպի աղեղնավոր նշան ունեցող անհատները թեև երբեմն ժամանակ են սավառնելով անցկացնում ամպերում, բայց իրականում մեծ ցանկություն ունեն սովորելու և ընդլայնելու իրենց հորիզոնները։ Առյուծները դրսևորում են իրավիճակները և առաջնահերթությունը սթափ գնահատելու զարմանալի կարողությունը, միշտ ցուցաբերելով վստահություն և խորը հասկացողություն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է ցուցադրելն ու իսկապես հասկանալը, սրանք տարբեր բաներ են։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները, չնայած իրենց ինտելեկտին, երբեմն թույլ են տալիս, որ զգացմունքները խանգարեն իրենց որոշումների կայացման գործընթացին, ինչը նրանց դարձնում է հատկապես կարեկից և հասկացող, բայց հենց այս ունակությունն է, որն ունի խեցգետինը, նրան դարձնում է յուրահատուկ։ Ձկներ և վերջապես ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներ։ Նրանք աներևակայելի հարուստ ներաշխարհով մարդիկ են։ Նրանց երևակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կյանքին երբեմն շեղում են նրանց իրականությունից, բայց հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում իրական գլուխգործոցներ ստեղծել։ Այս վարկանիշը ոչ միայն արտացոլում է կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մտավոր ունակությունները, այլև ընդգծում է նրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք նրան դարձնում են անզուգական և եզակի։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու պայմանով։ Մինչ նոր հանդիպում։